հասանելի է Ռուսաստանի իրավաբանական այդ ռեգիստրի կայքը, որտեղ նշված է ձեր անուն, ազգանուն, հայրանունով անձի անվան դիմաց Ռուսաստանի քաղաքացի։ Այստեղ տեղ գտած տվյալները ձեզ հետ կապ չունեն, պարոն։ Չէ, տենց խնդիր չկա։ Մենք փաստաբանները դիմել են արդեն, իրավաբանները դիմել են, որ պատասխան տրվի այնտեղից, տենց խնդիր չկա, մի անհանգստացեք, այդպիսի խնդիր չկա։ Այն անուն, ազգանուն, հայրանունով անձը, որ այդտեղ ընկերության բաժնետերը դուք չեք։ Չգիտեմ ինչի մասին է կոնկրետ խոսքը, բայց կարող եք վստահ լինել, որ ընկերության բաժնետեր կարող եմ ես լինել, բայց կարող եք վստահ լինել, որ երբեք բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից չեմ ունեցել ոչ մի երկրի քաղաքացիություն։ Պարոն Կարապետյան, քննչական կոմիտեն ներողություն հարց եմ տալիս։ Քննչական կոմիտեն ասում է, որ անհերքելի ապացույցներ կան, որ դիտավորությամբ քննչական կոմիտեն ասում է, որ դիտավորությամբ թաքցրել եք այլ քաղաքացիություն ունելու կամ ունեցած լինելու մասին տեղեկություններ։ Հայտարարողի հետ գրազ եմ գալիս, ինչի վրա է գրազ գալիս, որ ես չեմ ունեցել երբեք ուրիշ երկրի քաղաքացիություն։ Խնդրում եմ, ով որ այդպեսի բան ասում է, եթե պարզվի հակառակը, պատրաստ է հրաժարական տալ։ Կարծնեք իրենց։ Իրավաբանները դիմել են, ում են դիմել եւ ինչի համար։ Ամենանավանականությամբ երևի այդ երկրի դեսպանատուն, որպեսզի հայցեր ներկայացրել եք, քանի հոգու հանդեպ, եթե հա։ Ինչ է։ Հայցեր արդեն ներկայացրել եք եւ քանի մինչև 3 հոգ հրապարակենք, կարծում եմ 7-8 հոգի կունենան հայցեր, իհարկե մեր այն քաղաքացիները, որոնք պաշտոնյա չենք ուզում իրենց դեմ ներկայացնենք, որովհետև մարդկանց ֆինանսական խնդիր չպատճառենք, ամեն դեպքում իրենք մոլորության մեջ են, բայց ԿՊԱ-ական պաշտոնյաները մի քիչ ծախսվել են։ Պարոն Կարապետյան, ներողություն, դատական process-ը ցուցակի ձեզ հանել, այսպես ասած, որովհետև ըստ օրենքի այդ քաղաքացին չկարող չէ պատգամավորություն լինել։ Կարծում եմ այդպիսի խնդիր չկա, որովհետև այդպիսի հարց չկա։ Վստահ եղեք, խնդիր չի դա, բայց վարույթը երևի ինչ որ ուշադրություն շեղելու համար է իրենց վերջի օրերի պայլաձևի արդյունքը։ Ձեզ կանչել են հարցաքննության, ներգրավել են որևէ ձևով։ Իրավաբանները, այսինքն պարոն Կարապետյան, ստացվում է, որ փաստաթուղթ են կեղծել, որտեղ ըստ քննչական կոմիտեի ներքին գործերի նախարարության միգրացիոն ծառայությունը փաստաթուղթ ունի իր ձեռքի տակ, որը ներկայացրել են իրավապահ եւ ձեր հանդեպ քրեական։ Մերի ջան, ընդհանրապես չեմ պատկերացնում ինչ հարց է, կարող ենք դիմել այդ երկրն է յուրաքանչյուր երկրի։ Ես մեր դատի տալ, որովհետեւ ըստ էության զրպարտության հայց կա այստեղ։ Կարծում եմ քաղաքացիություն ունենալը զրպարտություն չէ, բայց եթե քննչական կոմիտեն մինչև երեկո չերքեց, մենք արդեն մինչև երեկո կամ 24 ժամվա ընթացքում չերքեց իր պնդումը, ունենալու է դատական հայց է գնալու իրենց դեմ, քանի որ սխալ տեղեկություն է հաղորդել, հմեկով էլ դրել գրել էին։ Այսինքն դուք դիմել եք Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն Հայաստան։ Ամենայն հավանականությամբ երևի դեսպանատն է։ Որ ինչ ինֆորմացիա։ Որ այո։ Պարոն Կարապետյան, այդ ընկերի Կարծում եմ 1 օրում պետք է որ 1-2 օրում պետք է որ լինի։ Պարոն Կարապետյան, այդ ընկերությունը պատկանում է ձեր ընտանիքին, թե ոչ, որտեղ ձեր Ես մի քանի երկրներում ունեմ սեփականություն, ընկերություններ, կան ընկերություններ, որի սեփականատերն եմ, բայց քաղաքացիության խնդիր երբեք չեմ էլ ուզել ուրիշ երկրի քաղաքացիություն ունենալ, որովհետև միշտ իմ ապագան տեսել եմ Հայաստանի Հանրապետությունում, չնայած այլ տեղեր գործունեություն ծավալել ենք, բայց Հայաստանում եմ տեսել ու հատուկ որևէ երկրի քաղաքացիություն չեմ ուզել վերցնել։ Եվ կնեք, քննչական կոմիտեն, որ ասում է անհերքելի ապացույցներ կան, չէ՞ կարծում, որ այնուհանդերձ իրենք իրանց ձեռքի տակ ինչ-որ փաստեր ունեն։ Կիրակոսյան, դուք կարող եք իմ խոսքերի վրա միշտ վստահ լինել, եթե ինչ որտեղ անգամ անճշտություն լինի, ես ձեզ առաջինը կասեմ, իսկ այն մարդը, ով այդպիսի բան է ասել, խնդրում եմ, ես իր հետ կարող եմ գրազ գալ, եթե պարզվի հակառակը իր անհերքելի ասողը, թող հրաժարական տա։ Ծանոթ ընկերություն է, բայց ամենայն հավանականությամբ Այնտեղ կա ներողություն, մարդ, որը նաև Տաշիրի ընկերություններում է ներկայացված, Սամվել անունով, Սուրիկ անունով մի մարդ։ Այսինքն դա ոնց Կարծում եմ
կարծում եմ ինչ որ կա անճշտություն, չգիտեմ, բայց այդպեսի խնդիր չկա։ Սեփականատեր եք։ Ձեր անունը հայտնվել որպես այս Չէ, ընկերության բաժնետեր որպես չէ, բայց քաղաքացիության այդ մասը սխալմամբ է ամենայն։ Բաժնետեր եք։ Հա, Պնդում եք, որ եղել եք Եթե այնտեղ բան է, մի քանի ընկերություն են բաժնետեր։ եղել եք, մենք պնդում ենք, որ միշտ եղել եք Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ երբևէ որևէ այլ երկրի։ Այո, այո։ Ով հակառակն բարև ձեզ, ով հակառակը կուզի ասել, կարող եք այս անգամ էլ գրած գալ իրենց հետ։ Պարոն Կարապետյան, իսկ ընտրական հանձնաժողովի ձեզ հետ կապվել են, հարցեր տվել են որևէ Ոչ։ Մի բան էլ ասեմ, նաև կարող ենք այն մարդկանց հետ, ովքեր դա ասում են, ես ռեալ կարող եմ գրած գալ, ուղղակի այդ գրազի միջոցները ուղղվի, եթե Սևանի հոգեբուժարանը ցանկություն ունենա, Սևանի հոգեբուժարան, եթե չէ, մենք պատրաստ ենք հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց, բարդություններ ունեցող, գարնանային սրացումներ ունեցող մարդկանց ապահովել անվճար դեղորայքով, որպեսզի նրանք վտանգ չներկայացնեն այն մարդիկ, ովքեր ապացուցված արդեն վտանգ են ներկայացնում մեր հասարակության համար, վտանգ չներկայացնեն։ Պատրաստ ենք անել եւ կարծում եմ, որ լավ է, որ այդ մարդիկ այդպիսի բաներ են ասում, մենք պատրաստ ենք դրանով կաջակցենք նաեւ մեր հասարակության։ Անայդ Ավանեսյանը նաեւ անդրադարձել է դրան, ասում են քաղաքական շարժումների առիթի ստեղծեք Սևանի հոգեկան առողջության կենտրոն։ Տիկին Ավանեսյանին ես միշտ դրական եմ վերաբերվել, ճիշտը որ ասեմ, բայց այս վերջերս նա վերածվել է ԿՊԱ-կան քարոզիչների ամենա տխուր կրկնօրինակի, ցավոք, բայց իր կերպարը մենք համարել ենք որպես պրոֆեսիոնալ երկրում պրոֆեսիոնալ փոփոխություն անողի կերպար, ցավում եմ դրա համար։ Պարոն Կարապետյան, եղություն, իսկ մայրենի դասընթացներ կազմակերպելու ծրագրեր ունեք, թե ոչ։ Տեսեք, մեր մայրենի լեզուն շատ հարուստ լեզու է, պարոն Կիրակոսյան։ Մենք հնարավոր է դաշինք բարեգործականը հայոց լեզվի, հայերենի իմացության դասընթացներ կազմակերպել։ Մայրենի լեզուն շատ հարուստ լեզու է։ Ունեցել է իր ժամանակաշրջան, իր տարբեր զարգացման ժամանակաշրջաններ։ Օրինակ, մենք խոսում ենք մի բարբառով, բարբառային շատ որը հայ ժողովուրդը խոսացել է 1500 տարի։ Ես կարողանում եմ խոսել այնպիսի բարբառով, որը մեր մատյանների մեջ միջնադարի իմ բարբառով է գրված։ Եթե ցանկություն լինի իրար հետ գնանք մատենադարան, այնտեղ շատ մատյաններ կան, որ ես իմ բարբառով, մուշ քաղաքի բարբառով ես կհասկանամ, դուք չեք հասկանա։ Դեռ հարց է, որ հայերենն է ավելի հին, մենք տարբեր հայկական խոսույթների ենք տիրապետում եւ ես գնահատում եմ բարբառների իմացությունը որպես արմատներին ծանոթ լինելու կարևոր հատկություն։ Օրինակ ձերը ամենայն հավանականությամբ Ղարսի բարբառն է, որը նույնպես հին բարբառ է, բայց ամենայն հավանականությամբ դուք չեք ամաչում ձեր բարբառից, թե ամաչում եք։ Ես նման բան չեմ։ Մի ճշտում եմ, Բարբառները պարոն ամաչում։ Կարապետյան, ընկերությունը, որի մասին ես հարցրեցի, այդ ընկերությունը, այսինքն տաշիր կապիտալի մեջ է մտնում։ Ընկերություններ կան, որտեղ մենք սեփականություն ունենք, ես սեփականություն ամենայն հավանականությամբ այդտեղ սեփականության բանով պետք է իրավաբանների հետ նայենք, սեփականության բան կա, ուղղակի այդ մի հոդվածի մի կետի մեջ երևի ինչ որ սխալ են գրել։ Նորմալ նշել են ձեզ որպես Հա, երևի ավտոմատ ինչ որ բնույթում։ դա ճշտող թղթերի եք սպասում Հա, դիմել ենք, արխային եղեք, այդպեսի խնդիր չկա։ Նշված էր, որ 2020 թվականից է ձեր գրանցումը, այնտեղ այդպիսի նշում կար։ Ուն հասկանալ դուք այս տարիների ընթացքում չեք հետևել այդ ընթացքին, այսինքն այդ փաստաթղթերին երբևէ չեք նայել եւ հիմա ձեզ համար նորություն էր այս ամենը։ Այդ անճշտությունը չեմ տեսել, ուշադրություն չեմ դարձրել, այդպեսի խնդիր չկա։ Արխային եղեք, նորմալ է։ Եվ դատի տալու հետ կապված, հա, բան Կարապետյան, դա երկար process է տևելու ըստ էության, միջև հայց ուսումնասիրեն, ընդունեն, նիստեր Հայցի նշանակեն։ ապահովման միջոց անենք, ինչ անենք, ես Եթե կարելի է հարցը տա։ Այո, լսում եմ։ Արդյոք հնարավոր է, որ պարոն Կարապետյանի հետ կապված դրվագով այլ ապացույցներ, հա, փորձեք նաև Ռուսաստանից ստանալ, վերցնել, հրապարակել, հետո միջև ընդհանրակարգ դատի տակ դատի։ Չէ, դատական process-ը մենք կդիմենք, հայցի ապահովման միջոց կանենք, կփորձենք հոգեկան ավարտեմ, կփորձեմ հոգեկան անհավասարակշռություն ունեցող այն անհատներին, ովքեր մեր հայրենիքում անգամ պաշտոն են զբաղեցնում, շուտ աջակցություն տրամադրենք։ Ամեն օր թանկ է մեզ համար, որպեսզի այդ մարդիկ
ունենան հավասարակշիռ վարքագիծ։ Եվ մյուս բանը ասեմ, մենք պետք է նաև աշխատենք մեր երկրում իրապես մեր երկրում վերջի տարիներում բավականին տարօրինակ դեպքեր են տեղի ունենում, երբ պատմականորեն ամեն տարի մի քանի Ադրբեջանից եւ Թուրքիայից գործակալներ էին հայտնաբերվում եւ պատահաբարորեն վերջի տարիներում Հայաստանում պարզվում է, որ չկա ադրբեջանցի կամ Ադրբեջանից կամ Թուրքիայից գործակալ։ Ուզում եմ ասեմ, որ մենք պետք է շեշտը դնենք, շատ կարևոր շեշտ պետք է դնենք, պարոն Կիրակոսյան, գործակալական ցանցի, թուրքական գործակալական ցանցի, ովքեր կրթություն են ստացել այնտեղ, ինչ որ ազդեցություն ունեն թուրքերը իրենց վրա վերանման, որովհետև դա մեծ վտանգ է ներկայացնում մեր թշնամի երկրի գործակալական ցանցը։ Մամուլում այսօր գրվեց, որ ուժայիներին առաջադրվել է խստացնեն ձերբակալությունները ընդդիմադիրների դաշտում։ Կարծում եք ձեզ առաջադրվող այս տեղեկությունները այդ սցենարի շրջանակում են։ Կներեք, մի քիչ բարձր կասեք։ Այսօր մամուլում լուր տարածվեց, որ առաջարկվել են ընդդիմադիրների դաշտում ավելի խստացնել այսպես ձերբակալությունները։ Կարծում եք ձեզ մեղադրվող այս սցենարի շրջանակում։ Ժողովուրդ, քաղաքական ձերբակալությունները գործելավոճ է դարձել, բայց կարող եմ մի բան ձեզ ասել, որ մի քանի բանից ուշանում ենք, բայց ձեզ կարևոր բան ասեմ, դա ավելի է մարդկանց ոգևորում, փոխել է իշխանությանը, որտեղ նրանք սկսել են ուղղակի ձերբակալություններ իրենց քաղաքական հարցեր լուծել։ Հայաստանում, կներեք մեր ջան, Հայաստանում թմրամոլության շեշտակի աճ կա 3-4 անգամ։ Հանցագործությունների աջափնյակում բազմաթիվ, այստեղ բազմաթիվ կրակոցներ եղան, բազմաթիվ մարդիկ վիրավորվեցին։ Անգամ դրանից հետո հայկական ոստիկանությունը գնում է երկկառավարության ղեկավարի հետևից, բռնում է ընդդիմադիրներին միայն, չի բռնում թմրանյութեր վաճառողներին, չի բռնում հանցագործության մեր երիտասարդներին դպրոցներում թմրանյութերի հետ ծանոթացնողներին, ոչ, հայ հասարակությանը, մի բան ասեմ, մեր հասարակությանը երբեք դա բնորոշ չի եղել։ Հայ հասարակությունը միշտ թմրանյութերից, ես հիշում եմ հարևան երկրում, մեր հարևան, այնտեղ որտեղ ես էի ապրում, հարևան երկրում, ինչպիսի մակարդակ էր թմրամոլության եւ ինչպիսի ցածր մակարդակ էր Հայաստանում, հայ ընտանիքների զավակները երբեք դրան չեն գնացել, մեծի մասամբ 90%, 99%, սա նոր երևույթ է։ Հայաստանում բավականին քննադատել է, կներեք։ Պարոն Կարապետյան, Փաշինյանը ներողություն անդրադառնալով Հայաստանին, մասնավորապես գաղտնալությունների թեմայով, նաև անդրադարձել էր ձեր հայրիկին, նշելով, որ անգամ հարկ չի համարում իջնել եւ քայլել, նշելով, որ որովհետեւ իրենք քայլող չեն, քայլեցնող են, գումարը տալիս են մարդկանց, մարդիկ էլ գալիս քայլում են։ Ձեր ում է տվել։ Պարոն Փաշինյանը գիտի հայրս ում է տվել գումար։ Կարող է ինչ-որ բաներ գիտի իրան ընդհանուր։ Մի քիչ թող ում է տվել իմ հայրը գումար։ Պարոն Փաշինյան որտեղից գիտի։ Լավ, հարցը ուրիշ ձև ասեմ։ Հայրս երկար կանգնելու դեպքում ոտքի հետ կապված բան կա, դրա համար երկար կանգնելու տեղը նստում է։ Ձեր հայրը Նիկոլ Փաշինյանի այսօր տվել։ դադարեցնել նոր էլի տամ հարցս գոչյունները։ Ասում եմ շատ բարձր է գոչյունները, դադարեցնել նոր հարցս տամ։ Պարոն Կարապետյան, մի քիչ ուշ միացած ես, բայց եթե պատասխանել եք ներողություն եկեք անգամ տալիս հարցը։ Ինսայդեր պարբերական է, որը 3 սկանդալային հրապարակումը տարածեց, թողարկեց։ Դուք այդ պարբերականին դատի տալու մտադրություն ունեք կամ արդեն համապատասխան գործընթաց սկսել եք, սա առաջին հարցը, եւ ձեր հորեղբոր FSB-ի աշխատակից լինելու հանգամանքը հերքելու համար արդյոք պատրաստվում եք հարցում զապրոս անել համապատասխան մարմին FSB, Հարցումներ անենք։ այնտեղից այո, ապացույցներ ստանալու եւ հերքել։ Մենք պետք է հարցում կատարենք։ Հայկական հետախուզությունը պետք է ճիշտ աշխատի։ Իշխող կուսակցության մեջ Թուրքիայում սովորած, Թուրքիայի ազդեցության տակ գտնվող տարբեր գործիչների անցյալից, որպեսզի հնարավորություն ունենանք գործակալներին վեր անենք, մեր երկիրը այսօրվան բերողներին վեր անենք։ Դա առաջնային խնդիր է։ Ձեր հորեղբոր մաս
Ամենակարևորը դուք վստահ մեր հասարակությունը կարող է վստահ լինել, որ մեր ընտանիքի անդամները միշտ զբաղվել են գործարարությամբ եւ գործարարությամբ էլ մենք մեր ապագան միշտ տեսել ենք։ Իսկ ինչ վերաբերվում է քաղաքական շրջանակներում ծվարած Թուրքիայում կրթություն ստացած գործիչներին, որոնք այսօր նաև քաղաքական ազդեցություն ունեն հայ-թուրքական բանակցությունների վրա, մենք պետք է հետաքննենք, տեսնենք թե ինչպես է եղել, որ մարդը Թուրքիայում կրթություն է ստացել, մարդը մերժել է, որ Թուրքիայում կրթություն է ստացել, Ալեքսանյան Ալիկը հրապարակել է այդ մասին տվյալներ, որից հետո նա անգամ չի բարեհաճել մեր հասարակությանը պատասխանի, թե ինչու է խաբել մեր հասարակությանը։ Շնորհակալ եմ։